Իշխանությունը մարդկանց ուղեղը լվանում է խաղաղություն բառով։ Իբր խաղաղություն կլինի միայն այն դեպքում, եթե մենք նստենք մեր աթոռներին։ Եթե գա որևէ այլ ղեկավար, ապա նա կլինի ֆաշիստ, ռևանշիստ, ազգայնական եւ անպայման պատերազմ է սկսվելու։ Ընդհանուր առմամբ պետք է ասել, որ խաղաղության եւ պատերազմի խնդիրը պայմանավորված չէ միայն Հայաստանի ղեկավարով։ Հայաստանի ղեկավարը կարող է սադրել պատերազմը, ափր-ցփր խոսելով, ինչպես որ դա արել է Փաշինյանը մինչև 2020 թվականը։ Բայց ամբողջությամբ չենք կարող ասել, որ պատերազմը պայմանավորված է նրանով, թե ինչպիսին կլինի Հայաստանի ղեկավարը։ Այդպիսով, խաղաղություն կարող է լինել եւ Փաշինյանի օրոք, եւ նրանից հետո։ Միայն թե երկրորդ դեպքում խաղաղությունը հուսով եմ կլինի ավելի արժանապատիվ։ Պատերազմը նույնպես կարող է լինել եւ Փաշինյանի իշխանության օրոք, եւ իշխանափոխությունից հետո։ Միայն թե երկրորդ դեպքում շանս կա, որ մենք ավելի պատրաստ կլինենք պատերազմին, գոնե հոգեբանորեն, որովհետեւ չի քարոզվի այն ընկճվածությունը, այն հուսահատությունը, այն խեղճությունը, որը հիմա քարոզվում է իշխանության կողմից։ Հետևաբար, այն ինչ մեզնից է կախված։ Եթե խաղաղություն, ապա արժանապատիվ։ Եթե պատերազմ, ապա պատրաստ լինենք դրան։